Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ԱԺԲ խորհրդի անդամ միջազգայնագետ Արա Պապյանն է։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշեց միանալ Հական Ֆիդանին եւ Ջեյդի Վենսին, հայտարարելով, որ առաջիկա ընտրություններում ինքը աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Որպես ընտրություններին մասնակցող առանցքային արևմտամետ ուժերից մեկի ներկայացուցիչ, որքանով է սա ձեզ համար ընդունելի հայտարարություն եւ արդյոք սրանք միջամտություն չեն Հայաստանի ներքին գործերին եւ առհասարակ մեր ընտրություններին։ Եվ մեր քաղաքական ուժը եւ շատ այլ քաղաքական ուժեր, նաեւ քաղաքացիական պայմանագիրը բազմիցս հայտարարել են, որ օտար երկրյա որևէ միջամտություն ընտրություններին ընդունելի չէ։ Բայց կոնկրետ քաղաքացիական պայմանագրի դեպքում մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք։ Իրավացիորեն քննադատվեց Պուտինը, երբ որ անուղղակի կերպով ոչ անուն տալով, բայց հստակ ակնարկներ արեց, բայց չգիտես ինչու Ջեյդի Վենսի եւ Մակրոնի հայտարարությունները ուղղակի անվանական, այն էլ Հայաստանում ընդունվեց որպես այդպես էլ պիտի լինի։ Այդպես չէ, առավել եւս, քանի որ իշխող ուժը, քաղաքական ուժը ըստ էության այս միջոցներով չարաշահում է իր դիրքերը, որովհետև երբ որ մենք խոսում ենք ընտրության խախտման մասին, դա ոչ միայն, ասենք, ընտրակեղծիքն է տվյալ պահին, ասենք, քվեարկության պահին խախտումները եւ այլն, որոնք կան, բայց նաեւ պաշտոնական դիրքի չարաշահումը ընտրությունների հարցով այդպիսին է։ Եվ ինչքան էլ ուզում ասեն, որ դե սա այս եվրոպական քաղաքացիական համայնքի միջոցառումը վաղուց էր նախատեսված, ահա վաղուց էր նախատեսված, բայց ընդհանրապես ընդունված չի քաղաքական պարկեշտությունը վերջի կես տարվա համար նախատեսում է զսպած դիրքորոշում, մասնավորապես մենք արդեն տեսել ենք օրինակի համար բյուջեով չնախատեսված առողջապահական ծախսերի մեծացում, մենք տեսել ենք զինվորական ծառայություն կրճատում, էլի այս ամբողջը վերջի կես տարվա ընթացքում թոշակների բարձրացում, որը եւս սկզբից հենց իշխող կուսակցությունը վարչապետ Փաշինյանը համարում էր, որ այդպես չպետք է լինի, ինչ պիտի անեն այդ 10,000-ը, միևնույն է դա իրենց առանձնապես չի օգնի, վերջը գնաց դրան։ Հետևաբար այո, համարում եմ, որ տեղին չէր, սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին եւ անկախ ում կողմից էլ կլինի, ասենք նույն մենք քննադատել ենք Վենսին, լինելով թերևս ամենաամերիկամետ կուսակցությունը Հայաստանում, բայց մենք դրա քննադատել ենք պաշտոնապես մեր հայտարարությամբ, որ դա ընդունելի չի Պուտինի միջամտությունը, ընդունելի չի Մակրոնի միջամտությունը։ Իսկ հիշյալ գործիչները, նույն Վենսը, Մակրոնը, արևմտյան գործիչների մասին է խոսքը, ինչու են իրենց թույլ տալիս նման հայտարարություններով հանդես գալ, եւ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, երբ որ Ռուսաստանի նախագահն է նման բան ասում, Հայաստանում մի հիստերիա է բարձրանում իշխանամերձ շրջանակներում, նման հայտարարությունների դեպքում կարծես թե արձագանք չկա եւ նրանք անգամ հերքում են, որ սա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին։ Դե բնականաբար քաղաքացիական պայմանագիրը պիտի հերքի այնինչ իրենց սեռնատու է եւ ներկայացնի շրջի իրավիճակը։ Մենք թարապես բացառիկ իրավիճակի մեջ ենք, երբ որ քաղաքացիական պայմանագիրը ճակերտավոր հանճարեղ կերպով բոլոր տեսակի պարտություններն ու ձախողումները կարողանում են ներկայացնել հաղթանակի գույներով, ինչ որ հրավառությամբ եւ այլն, որ լավ է։ Հիմա ինչու են թույլ տալիս։ Կարծում եմ ոչ միայն դա իրենց ցանկությունն է, որտեղ որպես կանոն դիվանագետները զուսպ են, սա խնդրանք է իրենց։ Սա հենց ի վերջո իշխանությունները, որ սա կազմակերպել են այդ 1-2 նախադասության համար եւ այլն։ Այսինքն այս Փաշինյանի խնդրանքով է Մակրոնը նման բան հայտարարել մեծ հաշվով։ Գոնե հաստատ ակնարկ եղել է, որ մենք բարձր կգնահատենք, օրինակ ձեր դիրքորոշումն արտահայտեք եւ այլն։ Ի վերջո գիտեք, միշտ դրսի իշխանությունները աշխատում են ներսի իշխանությունների հետ եւ Մակրոնի այն դիրքորոշումը, որոնք փորձում են ոմանք այսպես ներկայացնել, որ Փաշինյանն է դրա համար լավ, վստահեցնում եմ ձեզ, Փաշինյանից առաջ էլ է Ֆրանսիան Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցել, հետո էլ է ունենալու, դեռ պարզ չի, որ եթե չլիներ օրինակ Փաշինյանը մեկ այլ ղեկավարներ, գուցե շատ ավելի սերտ կլիներ եւ ամենակարևորը շատ ավելի գործնական կլիներ։ Բայց նույն Մակրոնը մանիպուլացնում է, ասում է 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր այցելի, բայց Ֆրանսիայի նախագահները հիշում ենք Ժակ Շիրակից Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուଆ Օլանդը բոլորը եղել են Հայաստանում եւ սա Փաշինյանի մենաշնորհը չէ մեծ հաշվով։ Բնականաբար եւ առավել եւս որևէ իշխանություն չի ներկայացնում շահը։
Շահը դա աշխարհակահաղական շահն է, տնտեսականը հաճախ Ֆրանսիայի պարագայում ինչպես Միացյալ Նահանգների պարագայում ներքին շահ ընտրությունների հետ կապված ի վերջո մյուս տարի ապրիլին Ֆրանսիայում ընտրություններ պիտի լինեն եւ գիտեք նաեւ սխալ ուղղորդումներ կա մոտավորապես այսպես են մտածում ներկայացվում է որ օրինակ Ֆրանսիայի համայնքը աջակցում է գործող իշխանություններին իրենք էլ մտածում են Մակրոնը անձամբ չի կարող առաջադրվել բայց իր կուսակցությունը կողմնակիցները որ նման մի արտահայտություն անեն փոխադարձաբար կստանան մի տարի հետո իրենց աջակցությունը սա նաև ներքին հարցերով է պայմանավորված բայց կասկածելի է որ Փաշինյանն այդքան հեղինակություն կունենա հայ համայնքի շրջանում սա էլ պետք է փաստենք իհարկե հայ համայնքը ինչպես ցանկացած հայ հասարակություն տարակարծիք է իհարկե կան ինչ որ մարդկային խմբեր որոնք հաստատ մեծամասնությունը չեն որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյան շատերը անգամ չիմանալով մանրամասները որովհետև գիտեք մենք, այսինքն դուք, ես մյուսները, որ ամենօրյա այս ընթացքի մեջ ենք, մենք գիտենք մանրամասները, որից եզրակացություն ենք անում։ Սովորական մարդը լինի Հայաստան, լինի առավել եւս Ֆրանսիա, եթե ինքը միջամուխ չի լինում, ինքը չի հետևում, ինքը վերնագրերը գիտի։ Իսկ վերնագրերն ինչ են ներկայացնում։ Օրինակի համար այս նույն եթե քաղաքական համայնքի հանդիպումը, սա կարելի է ներկայացնել, որ Եվրոպա գնացող մի մեծ քայլ էր, այսպես Եվրոպա են գնում, բայց երբ որ վերլուծում ես ասում ես իսկ արդյոք Հայաստանը նվազագույնը ինչ պիտի աներ, այսինքն դիմել է պաշտոնապես Եվրոմիության անդամակցության վերաբերյալ, թե չի դիմել, պարզվում է որ չի դիմել, այսինքն որևէ քայլ արված չի։ Կամ մտադրությունը չունեն դա անելու, բայց տեքստով սա ասում են։ Այսինքն եթե հռետորաբանությունը դնում ենք մի կողմ, իսկ գալիս ենք այսպես չոր փաստերն ենք նայում, տեսնում ենք որևէ քայլ չի արվել։ Այո, հարցազրույցներ տրվել են, այո, նման համաժողովներ եղել են, կլինեն։ Ես օրինակ բերեմ Թուրքիան 1987 թվականից պաշտոնապես դիմել է անդամակցության համար, իսկ 1963 թվականին, երբ որ անգամ չկար Եվրոմիությունը, Անկարայի համաձայնություն կա, որը ստորագրել են առաջին, այսպես ասած, քայլերը ձեռնարկելու։ 63-ից 87 քայլերն էին ձեռնարկում, 87-ին պաշտոնապես դիմել են, հիմա շուտով արդեն ոնց ասած 27-ն է գալիս, 26-ն ենք, 99 թվականից էլ տեխնացու երկրի կարգավիճակ ունի Թուրքիան։ Այո, այսինքն այդ ամբողջը կա եւ տեսնում եք այդպես չի, բայց Հայաստանի ժողովրդին այնպես է ներկայացվում հարցը, որ, այ գիտեք, այսօր վաղի հարց է, հեսա մինչև տարեվերջ, մինչև հեսա եւ Նիկոլը որ մնա, անպայմանորեն մենք ինչով են շահագրգռում։ Դե Ժորժ շատ բան չի հասկանում, այսինքն վիզաների ազատականացում, բայց հարցրեք ցանկացած տուրիստական գործակալություն հիմա Հայաստանում գործող, իրենք կասեն ձեզ, որ այսօր դեպի Եվրոպա, Շենգենի վիզա եւ այդ կարգի երկրները շատ ավելի բարդ է ստանալ վիզա, քան ասենք 2 տարի առաջ էր։ Հետևաբար խոսալ մի բանի մասին եւ իրականացնել այդ մի բանը դրանք երկու տարբեր երևույթներ են։ Իսկ ընդհանուր առմամբ, եթե գնահատեք Երևանում կայացած այս գագաթաժողովը, որի քարոզչական բաղադրիչը ակնհայտ էր, եթե չասենք գլխավորներ, ապա որքանով սա բարձրացրեց գործող իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եւ արդյոք սա նրան թույլ կտա անխոչնդոտ վերարտադրվել առաջիկա ընտրություններում, այս գնահատականները արդեն հնչում են, վստահ եմ դուք եք ծանոթ։ Չէ, անխոչնդոտի մասին խոսք չկա։ Կարող ենք ասել հետեւյալը, որ սա մի գործոն է, ապրանքի մի տեսակ է, որը պիտի փորձեն բարձր գնով ծախել ժողովրդի վրա, հենց ասելով, որ գիտեք, ակնարկներով Եվրոպա են գնում, տեսակ մեզ 43 երկրի ներկայացուցիչ եկավ, 500 բան եւ այլն։ Էլ եմ կրկնում, ժողովրդի մեծ մասը հենց մեր խնդիրն է դա բացատրել, որ անդամակցությունը որևէ կառույցի, որևէ համայնքի դա լուրջ գործընթաց է, սա մեկ։ Մյուսը դու չես կարող միաժամանակ իրարամերժ երկու տարբեր կառույցների անդամ լինել։ Այդ խոսքը գնում է Եվրոմիություն եւ Եվրասիական տնտեսական, որտեվ դրանք երկուսն էլ մաքսային կառույցներ են, այսինքն ունեն այդ բաղադրիչը մաքսային, այնտեղ տնտեսական կարգավորներից հաճախ իրարամերժ են։ Այս ամբողջը։ Չէ, սա կարծում եմ այո կօգտագործեն, բայց եւ ավելի ուշ չէին կարող անեին, որտեվ ամսի 8-ից սկսում է պաշտոնապես տրապայքարը, քարոզարշավը, դրա համար մինչև 8-ն արված, ամենավերջին ժամկետը ամսի 5-ին եւ ստորագրելով հռչակագրեր, որոնք ոչինչ չպարտադրող եւ ոչինչ չորոշող թղթեր են, բայց
հնչեղ անուններով, ասա, այո, պետք է փորձեն ծախել, բայց կրկնում եմ, մեկ ամսվա ընթացքում շատ բան բացահայտվել է, ժողովուրդը հասկանալու է, որ սա պարզապես հերթական պատրանք է։ Ես հենց այս փաստաթղթերին էի ուզում անդրադառնայինք, գիտեք, մի շարք երկրների հետ ստորագրվեցին, դուք ձեր գնահատականը տվեցիք, Ֆրանսիայի եւ Բուլղարիայի հետ անգամ ռազմավարական գործընկերության հուշագրեր ստորագրվեցին։ Արդյոք այս փաստաթղթերը արևմուտքի հետ մեր հարաբերությունները կարող են որակապես նոր մակարդակ տեղափոխել, հատկապես երբ շարունակում ենք մնալ հապկում, ԵԱՏՄ-ում եւ անգամ խոսակցություններ չկան այս կառույցներից դուրս գալու մասին։ Գիտեք, միջազգային իրավունքի մեջ փաստաթղթերը, միջպետական փաստաթղթերը, որոնք կոչվում են գործիքներ, այսինքն international instruments, դրանք բաժանվում են կատեգորիաների։ Բնականաբար առաջի կատեգորիայի մեջ, առաջի խմբի մեջ դա binding documents, այսինքն կատարման համար պարտադիր փաստաթղթերը, որոնց մեջ հուշագիրը հաստատ չի մտնում։ Այսինքն դրա մեջ մտնում են միջպետական պայմանագրերը, միջգերատեսչական համաձայնագրերը, որը կողմեր ունի եւ երկուսը հստակ ինչ-որ բան են պայմանավորում։ Հենց դա էլ կոչվում է պայմանագիր, որը դու կարող ես հղում կատարես եւ ոչ միշտ անգամ ստորագրված փաստաթուղթ իրականություն դառնում, բայց գոնե ինչ որ դրա մեջ հստակություն կա։ Հուշագիրը, հայտարարություն, հայտարարագիր տարբեր, ասենք, այդ declaration statement, այդ բոլոր տեսակ բաները, սրանք պարզապես քաղաքական ցանկությունների փաստաթղթեր են։ Կարելի ասել, լավ, այն որ գիտեք, սեղանի շուրջ մարդիկ նստում են, լավ բաժակաճառեր են ասում, իրար ասում են անձնական կյանքում, չէ՞, ով է տեսել նստեն այդ ձևաչափի մեջ եւ իրար անպատվեն, չէ՞, լավ բաներ են ասում, լավ բաներ են ասում։ Մտադրությունների մասին պարզապես արձանագրում են։ Հիմա սա էլ պետությունների միջև, այսինքն մտադրությունների մասին արձանագրություն։ Լավ է, որ ինչ որ մի բան է, բայց եկեք այսպես նայենք հարցին։ Արդյոք հայկական կողմը օրակարգ ուներ այս կարևոր հանդիպման ժամանակ եւ կարողացավ օրակարգ թելադրել։ Իմ կարծիքով օրակարգ թելադրողը Ալիևն էր։ Այո, սրան դեռ կարևոր։ Հա, Ալիևն էր եւ միակ, այսպես ասած, իմ կարծիքով Հայաստանի համար օգտակար մասը, բացի այն, որ Հայաստանի մասին որոշ լուրեր գրվեցին, մարդիկ իմացան Հայաստանի մասին, այդքան բան, բայց դա շոշափելի չի, այսինքն, էլի։ Դա անգամ իմիջային առումով մի մեծ բան չի, պարզապես քաղաքացուն ոչինչ չի տալու շոշափելի։ Քաղաքացուն չի տալու, իմիջային առումով էլ շատ բան չի տալու, բայց մարդիկ կլսեն, լավ է կիմանան Հայաստանի մասին այդ ամենօրյա բանի մեջ չի։ Բայց խնդիրն այն է, որ եթե չլներ, ասենք, Ալիևի այդ լկտի հայտարարությունը եւ մեղադրանքը եվրոպացիներին եւ իր որոշումը, որ ինքը դադարեցնում է հարաբերությունները Եվրոխորհրդարանի հետ եւ այլն, այդ դեպքում մենք կմտածեինք, որ շոշափելի բան չկա, այսինքն մեր շահածը լինելու է, եթե իսկապես Ալիևը փորձի բախման գնալ իր մեծամտության պատճառով, այստեղ մի ուրիշ նրբություն կա, որ այդ մեր այս մոտ այս խոսակցությունները կա, բառացիորեն հենց գրեթե նույն օրերին Ադրբեջանը եւ երկու եվրոպական երկիր, կարծեմ Ավստրիան եւ Գերմանիան, Ադրբեջանի գազի մատակարարման մասին փաստաթուղթ ստորագրեցին։ Իլրումն այնտեղ Ռումինիան կար, Հունաստանը կար, հատկապես Իտալիան մեծ գնումներ անում, բան, եւ դա լուրջ լծակ է Ադրբեջանի ձեռքին։ Հետեւաբար մենք նավ չունենք, մենք պիտի օգտագործեինք այլ լծակներ, որի հակառակն է գործում։ Իսկ այդ այլ լծակները դա մեր քաղաքակրթական ընդհանրությունն է արևմուտքի հետ, մեր քրիստոնեական հենքը, եւ ես սա ասում եմ, որովհետեւ օրեր առաջ եմ վերադարձել Զագրեբից, որտեղ տեղի էր ունենում միջազգային ժողովրդավարության միջազգային միության հերթական համաժողովը, իսկ դա այն միությունն է, որը միավորում է աճ կենտրոնամետ կուսակցություններին, այդ թվում ամերիկյան հանրապետականներին, բրիտանական կոնսերվատիվներին, պահպանողականներին մեծ հաշվով։ Հա, այսինքն պահպանողական, բայց ազգային, որոշակի ազգային, իսկ երբ որ ազգային իրանց հետ խոսում ես, ես հենց սա եմ ասում։ Ազգայինի մեջ իրանց բոլորի համար շատ կարևոր է քրիստոնեական բաղադրիչը եւ ես կարող եմ Հունգարիայի տարբեր ազդեցիկ եւ պաշտոնյաների եւ վերլուծական կենտրոնների ղեկավարության, ասենք, այդ շփումները խոսակցություններն ասեմ, իդեպ նաեւ այստեղ էին եկել այդ պատվիրակության մի երկուս էլի հանդիպեցինք, ես ինչ եմ Հունգարիան նշում, որտեղ գիտեք, իրենք թուրքական պետությունների միության դիտորդ են, որոշակի այդ ծանր հարաբերություններ ունենք, բայց դրանով հանդերձ մարդիկ պնդում են, որ մեզ համար, այսինքն հունգարացիներիս համար քրիստոնեական արժեքները շատ կարևոր են,
շատ կարևոր են ու մենք այդ հողի վրա պատրաստ ենք եւ զարմանում ենք, որ Հայաստանը այդ գործոնը չի օգտագործում։ Մարդկանց ինչ բացատրած, ոչ միայն չի օգտագործում, այլ դեռ մի բան էլ հակադրում է եւ փորձում է այդ հնարավորությունները կարծում եմ Ադրբեջանի պատվերով իջիկ դարձնել։ Ղեկավարը եկեղեցու դեմ արշավ է նախաձեռնում բավականին ամոթալի, ծրագրում էլ ներառում են։ Եվ պարոն Պապյան, ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողվում իր վերընտրության հարցում ապահովել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների այս լայն աջակցությունը, կոնսենսուսը, արևմուտքի մասով մենք արդեն խոսեցինք, Ռուսաստանի գործողություններն էլ հայտարարությունների մակարդակից այն կողմ չեն անցնում, իսկ այս Մոսկվայից հնչող սպառնալիքներն մեծ հաշվով Փաշինյանին հաջողվում է իր օգտին օգտագործել եւ դրանից վարկանիշ ձևավորնել։ Որն է Նիկոլ Փաշինյանի այս հաջողության ճակերտավոր ֆենոմենը, եթե այսպես ասենք։ Սպասարկել բոլորի շահերը, այսինքն ով ինչ ուզում է տալ, ժողովրդի հաշվին, մեր հաշվին եւ այլն։ Հիմա ասենք նույն Ռուսաստանի սպառնալիքները, եթե պատժամիջոցների վերածվեն, ապա դժողը Նիկոլ Փաշինյանը չի լինելու, սովորական քաղաքացին ալնելու, փոքր բիզնեսն ալնելու, մեծը մի կերպ իր գլուխը կպահի եւ այլն։ Նայեք, մեր քաղաքական ուժը ազգանջոթարական բևեռը մշտապես հանդես է եկել արևմուտքի ծերտ հարաբերությունների։ Այդում ռազմաքաղաքական մենք միակն ենք, որ Ամերիկայի հետ ռազմական դաշինքի հարցը եւ 18-ին եւ 21-ին դրել ենք, հիմա էլ կա։ Բայց ամեն ինչ կա տրամաբանական հերթականություն ունի այս ամբողջի մեջ։ Մենք դրա համար ասում ենք նախ մենք ամերիկացիների հետ, որտեղ այդ հիմա նշածս փաստաթղթը որ ասեմ, հակասության մեջ չի մտնում, այսինքն հապկի եւ այլ, այսինքն կարգավիճակի հարցը, այսինքն ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի ոչ անգամ հիմնական դաշնակի կարգավիճակը, որը հնարավորություն է տալիս սկսել այդպես, այսինքն դու պիտի ճիշտ հերթականությամբ ամեն ինչ անես եւ ոչ թե օրինակի համար մի օր արևմուտք գովաս, հետո մի օր գնաց Ռուսաստան գովաս, հետո գաստուն հակառակն ասես եւ այլն։ Լեհաստանում էլ ասես բազան չենք անելու Ռուսաստանի։ Դե հասկանալի չէ, բա ոնց են գնում արևմուտք, եթե բազան չենք անում։ Ոնց են գնում, ես այդ հարցը տվել եմ այդ իմ գործընկերներին, նաեւ գերմանացիները շատ ակտիվ էին Զագրեբում, որը օրինակի համար, երբ որ դուք նայում եք տնտեսական հարաբերությունների աճը Ռուսաստանի հետ, հատկապես արտահանման շուկայի մեջ իրենց մասնաբաժինը շատ ավելի մեծացել է 2.5 անգամ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի թուլացնում է, երբ որ դու տնտեսապես նույնն ես։ Մյուս հարցերը անփոփոխ է։ Այո, կարելի է շատ այսպես հարցազրույցներ տալ, մեծ խոստումներ անել եւ այլն, բայց եթե մենք նույն կառույցների մեջ շարունակում ենք մնալ, անգամ ռուսական քարոզչական հեռուստատեսությունը սահմանափակումներ չունի, այսքան խոսացին եւ այլն։ Ինչ որ օրենքներ ընդունել էին, բայց մեծ հաշվով բան չի փոխում։ Գիտեք, այդ ամբողջ էլի գալիս ենք այդ հերթական ավելի շատ ցուցադրական հարցերին։ Այ ոնց որ ցուցադրական է դեպի արևմուտք գնալը, եւ ես առիթ ունեցել եմ, կարծեմ ինձ էստեղ եմ ասել, որ նման քայլերը հայտարարություններով չեն անում, ընդհակառակը, տեսեք այդ երկրները ոնց են անում, այսինքն դու ընդհակառակը պիտի շատ զուսպ մի բան էլ Մոսկվային, այսպես ասած, քո վերաբերմունքը դրական ցույց տալու, բայց դու գործողություններ պիտի անես դեպի արևմուտք, գործողություններ։ Իսկ դա չի արվում, հակառակն է, հարցազրույց ես տալի, որի պատճառով ես անգամ ես ժողովրդական դարձված եմ օգտվում, շուն ես հաճստում քո վրա, բայց օգուտը ո՞րն է այսինքն դրա։ Թե դուրդ գալիս է մազոխիստական քաղաքական մազոխիզմիով ես տարապում, որ ուզում ես, որ քեզ կամ Հայաստանին փնովեն, վատաբանեն եւ այլն, միգուցե դա նրա համար է արվում, որ նաեւ դա առիթ է հանդիսանում, որ նաեւ համապատասխան հակառակ բաներն ասել, բայց բախումը կոնֆրոնտացիան լավագույն ճանապարհը չի մեջպետական հարաբերությունների համար։ Անկամ Ռուսաստանի հետ մենք բախման գնալու ռեսուրս չունենք, հնարավորինս պետք է խուսափենք դրանից, անգամ եթե հարաբերությունների վերանայման դեպքում։ Դա միանշանակ, բայց հարցը նաև այն չի, եթե անգամ դու ունես էլ, փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է փոքր քայլերով առանց բախումների կամ փոքր երկրների հետ հարաբերությունները, եթե ուզում ես խորացնես կամ հակառակը թույլատրել, այդպես թարապես դիվանագիտությունը իմ կարծիքով դա այսպես փոքր քայլերի, հետևողական քայլերի շարք է, դու քանակական կուտակում է տեղի ունենում, դա հայտնի պես դե համալսարանում են դիալեկտիկական մաթերիալիզմը, որ քանակական կուտակումները բերում են որակական փոփոխությունների, սա է, այսինքն դու այդ պիտի անես այդպես, դու չես կարող մի օր արթնանալ եւ ասել այսպես ալնու, որովհետեւ դա ինքնին սխալ է։
Ուզում խոսենք նաև սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց նաև Բևերն է մասնակցում։ Դուք իհարկե 2021 թվականի համեմատ բավականին թարմացված ցուցակով եք մասնակցում, բայց այնուամենայնիվ, պարոն Պապյան, ինչ ակնկալիքներով եք մտնում ընտրապայքարի մեջ, վստահ եք, որ կկարողանաք 4%-ի անցողիկ շեմը հաղթահարել եւ ձայներ չփոշիացնել, քանի որ 2021 թվականին մոտավորապես 1.5% ձայն էիք ստացել, նույնքան էլ կարծեմ 18-ին։ Այո, սկսեմ 1.5%-ից, այո, մենք 21-ին 1.5 էինք ստացել, մասնակցում էր 25 կուսակցություն եւ կուսակցական դաշինք, բայց մենք այդ 25-ի մեջ 6-րդն էինք։ Այսինքն մեզանից առաջ 5-ն էինք թողել, մեզանից հետո 19։ Սա բավականին դրական ցուցանիշ է։ Հաշվի առնելով, որ Հայաստանում հիմա 150-ի մոտ կուսակցություն կա, 128 հաստատ կա եւ այսինքն շրջանում բավականին ինտենսիվ աճում է թիվը։ Եվ էլի աճում, դա համար բան, բայց այս հետեւյալն է։ Ամեն ինչ հարաբերական է, դու ոնց ես նայում հարցին։ Եթե հարցին նայում ես 1.5% ես հավաքել, շատերի համար դա 1.5% է, բայց կներեք, ընդամենը 2 կուսակցություն է անց հաղթահարել շեմը, անգամ երրորդը օրենքի ուժով անց է։ Մյուս կողմից էլ մենք մեզանից առաջ 5-ին ենք թողել, որոնք ունեին եւ իշխանության աջակցությունը եւ այլն, եւ նաեւ մեր նկատմամբ մենք գիտենք, այսինքն որոշ ընտրատեղամասեր ինչ որ ասել ենք, ստուգել ենք, այդտեղ խախտումներ ա եղել, բողոքել ենք, բայց հարցը հետեւյալն էր։ Դե մեզ ասում են միևնույն է այդ ընտրատեղամասերի ձայների քանակը չի ազդելու վերջնական որոշման վրա։ Այո, բայց եթե դու հնարավորություն ունես 2000 ընտրատեղամաս ստուգելու, ընդամենը 10 ես ստուգում, չի լինի, բայց գուցե 2000-ի մեջ ազդեր։ Մարս կլինի, իսկ ինչու չեք անում։ Մենք չունենք այդքան ռեսուրս։ 2000 ընտրատեղամաս վերահսկելու եւ ստուգելու։ Հիմա այս անգամ ունեք։ Տեսեք, այս անգամ մենք չունենք, բայց այս անգամ ունի բացառիկ իրավիճակ։ Երբ որ կա իշխանություն, որը միշտ եղել է իշխանությունը հիմնական խախտողը ընտրությունների եւ այլն, եւ ընդդիմություն կա, որը բավարար ռեսուրս ունի, եւ շահագրգռված է, որ իշխանությանը թույլ չտա խախտելու։ Իշխանությունն էլ թույլ չի տալու այդ ընդդիմությանը, այսպես ասենք, փող միջոցներ ունեցող ընդդիմությանը խախտի։ Եվ այս հակակշռի մեջ կարող է մի փոքր ավելի ազնիվ լինի։ Այսինքն ձեր ձայները պահելը ընդդիմության շահերից է բխվում, հաշվարկը նաեւ սա է։ Այո, այսինքն բոլորի ձայները պահել, այնտեղ հնարավոր չի, եթե դու քո կարող է իշխանությանը չգնա։ Իշխանը։ Հիմա մյուսը այդ փոշիացման հարցը։ Ասեք, եթե մենք լինենք այն քաղաքական ուժը, որը հանդես չգար ի սկզբանե որ այնպիսի գաղափարներով, որոնք մենք միայնակ կրողն ենք։ Լինի, կրկնում եմ, Միացյալ Նահանգների Հանրապետության իրավահաջորդության հարցը առաջ հանրապետության, միջազգային իրավունքի հիման վրա Արցախի խնդրի լուծումը եւ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ նման հարցերը, հետեւաբար մենք գաղափարի սերմնացան ենք։ Մեր խնդիրը առաջնահերթ եղել է որպես այդպեսին, մենք որպես կուսակցություն չենք ստեղծվել։ Մենք ստիպված գրանցվեցինք կուսակցություն, որտեղ օրենք այլ ձև թույլ չէր տալի մասնակցելու։ Բայց մեր խնդիրն է այս գաղափարը դաշտում ցանել եւ մշակել եւ այդ գաղափարը տարածում է գտնում աստիճանաբար։ Եվ շատ տարածված է, այսօր իշխանությունն է վերցել այդ գաղափարը, ճիշտ է, աղավաղում է, բայց փորձում է, ասենք, Միացյալ Նահանգների հետ։ Հետեւաբար գաղափարը չի փոշիանում։ Քվեները փոշիանան թե չի, գաղափարը չի փոշիանում։ Մենք չենք ստեղծվել ընտրությունների համար եւ ընտրություններից առաջ, սա շատ կարեւոր հանգամանք է։ Մյուսը, մենք ընտրություններից ընտրություն չէ, այս 19-ի մեջ որ դուք նայեք, կան կուսակցություններ, որոնք մեկ այն ժամանակ են մասնակցել կամ ակտիվ եղել։ Մեկ էլ հիմա, այսինքն 5 տարի ոչինչ չեն արել, բացարձակ ոչինչ չեն արել, լավագույն դեպքում 1-2 խոսող գլուխ են ունեցել, որ բանը ոչ հանրահավաք են արել, ասենք մենք ասենք տասնյակ եկար, ոչ բողոքի ցույցեր են արել դիրքորոշում արտահայտելու, ոչ անգամ պաշտոնական հայտարարություններ են արել կարևորագույն իրադարձությունների մասին, որ պիտի անես եւ մենք արել ենք որպես կուսակցություն դիրքորոշում չեղե։ Բայց հետո մեկ էլ գալիս ընտրությունները, որտեղից որտեղ հայտնվում այդ $20,000, որը հաստատ իրանք չեն կարող, օրինակ մենք դրամահավաք ենք արել եւ ցուցակը կա։ Մարդիկ ոնց են մեզ տվել 5, 10, 20 դոլարով, 50 դոլարով այդ փողը հավաքել ենք, դրել ենք այդ 20,000-ը, հիմա մի քիչ էլի փող կունենանք, ինչ որ բան էս փորձենք նաև ավելի հասանելի դառնալ։ Բայց այս կուսակցությունները, որ ոչինչ չունեն, 30 հոգի մարդ չունեն, իրար հետ գոնե նկարվեն
Ես կուսակցություններ գիտեմ, որ երրորդ համարտակ մարդուն ասում ես ինչ ես, ես էլ չգիտեմ, ուղղակի բան արեցին, մտցրել են։ Հիմա քանիսինը մենք գիտենք։ Վերջացավ։ Ուրեմն սրանք են որ հատուկ դաշտ են բերում ցայները փոշիացվելու համար, որովհետև իրենք վստահեցնում են ձեզ անկախ ընտրությունների ելքից քաշվելու են մի կողմ, որովհետև դրանք չեն ստեղծում անցնելու համար, այլանք ստեղծում են հենց այցելով շատը տեղ անգամ այդ փոշիացնելը չէ, որովհետև այդքան ինքան չի այդքան փոշիացնում, որովհետև ի վերջո համամասնորեն գնում է մտածկուսակցություններին, իսկ իրականության մեջ բայց ավելի շատ առաջի տեղը զբաղեցրած։ Այո, բայց ես չեմ կարծում որ առաջինը երկրորդից մեծ տարբերությամբ առաջ պիտի լինի։ Հետո այդ համամասնության մեջ ինքը մեծ չի լինելու։ Այսինքն ես հաշվարկներ եմ կատարել 0.1%-ի տարբերություն չի տալու առաջինի եւ երկրորդի մեջ քվեների առումով, որտեվ ինքը բանա, այսինքն տարբերությունը փոքր է լինելու։ Չէ, ես 0.1 ես նկատնեի բանի առումով, այսպես ասած, այսպես ասենք 20 նախորդ ընտրությունների ժամանակ 20%-ն է փոշիացվել։ Եղել է 25% ակցիոն։ Հիմա 10-ին է թողելի 20, այսպես ասած փոշիացվի։ Թեվել եմ ասում, բառը ճիշտ չէ, բայց ընդունենք կսացվի։ Հիմա եթե այդ 20%-ը, որը կազմելու է մոտավորապես 25000 ձայն, այսինքն որովհետև տոկոսը չէ կներեք 250,000 ձայն 11-12,000 է մի տոկոսը 250,000 ձայն ենթադրենք մեկը ստացել է քվեների 20%-ը ուրեմն այդ 250,000-ի այսինքն 20%-ի 2%-ն է իրեն հասնելու Իսկ տարբերությունը ես վստահեցնում եմ ձեզ, դա չի ազդելու, որովհետև եթե սա 2%-ն է ստանում, երկրորդը 1.5 է ստանալու։ Այդ կես տոկոսի տարբերությունը բան չի փոխելու այստեղ։ Բայց հետո մյուս կողմից մենք մասնակցում ենք մեր գաղափարը ցույց տալու համար եւ նաեւ այո, մենք հաշվի առնելով շատ հանգամանքներ, մենք ունենք այդ վստահությունը, որ մենք 4%-ը ախտարելու ենք եւ շատերը զարմանալու են, անկախ այդ բոլոր կանխատեսումներից, որովհետև այստեղ ուրիշ մի հարց կա։ Նայեք, ես խոսեցի գաղափարի մասին։ Այսօր Հայաստանում ազգային գաղափարը անտեր է մնացել։ Ավանդաբար դրա կրողը դաշնակցությունն էր, բայց այն պահից, երբ որ դաշնակցությունը սկսեց սերտանալ, մերձենալ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ այդ ամբողջը դրվեց մի կողմ։ Իսկ ցանկացած հասարակության մեջ, մեր հասարակության մեջ էր առնվազն հասարակության 20%-ը որոշակի ազգայնական տրամադրություններ ունի։ Ինքը չի մտածում, որ գիտեք, այ առևտուր կլինի, տանեմ Բիբար ու Բադրջան ծախեմ, չէ։ Մարդիկ են, որոնք հիմա այդ ծև են ծնվել։ Իրանց համար այո, այդ անգամ այդ վերացական գաղափարը կարևոր է։ Հայրենիք, չգիտեմ, արժանապատվություն, մեր հողերը, ինչ ուզում եք ասեք։ Դա շատ կարևոր է։ Այդ 20%-ը կա ընդհանուր ընտրողների մեջ։ Եվ մեր լսարանը մեր ակնկալիքը դրանց է։ Մենք Նիկոլ Փաշինյանը անցնել նաև խորհրդարան։ Այո, հիմա այդ 20%-ից եթե 4%-ը մեզ գա, մենք կանցնենք, սա է որ կա։ Բայց այդ Հայաստանի համար այսօր շատ կարևոր է խորհրդարանում ունենալ ազգային ուժ։ Անկամ կասեի ազգայնական ուժ, ինչու։ Միջին արևելքում հենց այդ կետնի վրա, այսինքն ազգային պետությունների, ազգային շահերի բախման վրա մեծ փոփոխություններ են սպասվում առաջի տարիներում։ Դու պիտի խորհրդարանում ունենաս այդ ուժը, որը եւ քո այսպես ասած ազգայնական շահը առաջ մղի եւ հարաբերություններ ստեղծի։ Ես նշեցի ժողովրդավարության միջազգային միության մասին, որ այդտեղ բան հասկանում եք, մենք այո, մեզ հրավիրում են, մենք մասնակցում ենք եւ այլն, բայց երբ որ դու որպես խորհրդարանական կուսակցություն ես արդեն ներկայանում, բնականաբար քո ասելիքը ավելի ուրիշ է։ Իսկ հարց առաջանում, իսկ արդյոք Հայաստանին պետք է, որ տարբեր նման համաժողովներում, տարբեր երկկողմ ձևաչափերի մեջ մեր ազգային շահերը գոնե բարձրաձայնվի պաշտպանվի, իհարկե պետք է։ Դա ԿՊ-ն չի անելու, դա նաև մյուս ուժերը չեն անելու, դա անելու է ազգային ժողովրդավարական ԲՎՌ-ը, միգուցե 1-2-ն էլ, բայց հիմնականում այդ ասում եմ, դաշտում այդ առումով առանձնապես մարդ չկա։ Եվ ինչպես արդեն նշեցի, ձեր ցուցակը բավականին թարմացված է այս անգամ, ես նայում էի, դուք չկայիք, Ժիրայր Սեֆիլյանը չկային, մյուս առանցքային ներկայացուցիչները չկային, ինչով էր այս որոշումը պայմանավորված։ Չէ, ինձ եւ Ժիրայր Սեֆիլյան մենք չկանք, երբեք էլ չենք եղել։ Դա պայմանավորված է Հայաստանի այն օրենսդրությամբ, որ երկքաղաքացին չի կարող ընտրություններին մասնակցի։ 18 թվականին, եթե չեմ սխալվում, դուք կայիք։ Չէ, 18-ին էլ չկայի, 18-ին էլ չկայի, որտեղ դա 15 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունն է, որ ասում է վերջի 4 տարին միայն Հայաստանի քաղաքացիություն։ Ես Հայաստանի քաղաքացի եմ։
Բայց ըստ էության իմ եւ շատ-շատեր, ինչպես 100,000-ավոր, գուցե միլիոնավոր մարդիկ ես վստահ եմ, զրկված են իրենց սահմանադրական իրավունքից, ասեմ դա հակաօրինական է, հակասահմանադրական է, այսօր ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները բաժանված են երկու խմբի, քաղաքացիներ, որ կարող են ընտրել եւ ընտրվել, քաղաքացիներ, որ կարող են միայն ընտրել, չեն կարող ընտրվել, բայց դեպքում ոնց եղավ քաղաքացիների իրավահավասարությունը, բայց ամեն դեպքում, այո, մենք չկայինք, մյուս կողմից մենք այո, այս տարի որոշել էինք հատկապես, որպեսզի, գիտեք, միշտ խոսում է սերնդափոխության մասին, ու միշտ խնդիր կա դա չանելու, բայց եթե դա չարվի ընտրություններից առաջ, որ ասենք հնարավորություն տաս, որ այդ մարդիկ մտնեն Երևան, իրանց շուրջ ուշադրություն, այսօր հիմա նոր դեմքեր են հայտնի դառնում, որոնք հայտնի չեն, այո, գուցե որպես կուսակցություն մենք այդտեղ ավելի տուժում ենք, բայց միևնույն է, բա ոնց կազմենք այդ սերնդափոխությունը, այդ սերնդափոխությունը ի վերջո այսպես 40-ի շուրջ, 40 տարեկանի շուրջ մարդիկ են, շատ էլ այդքան երիտասարդ չեն, էլի, որ ասենք երեխա են, չէ, եւ շատերը փորձ ունեն, 15 տարվա, 10 տարվա փորձ ունեն այս պայքարի մեջ են, եւ այս մեր ցուցակի մեջ նրանց մարդիկ են, որոնք բանտերով են անցել, պատերազմների միջով են անցել, վիրավորվել են, կռվել են, գայթակղությունների են տարես մարդիկ չեն ծախվել եւ այդ առումով մենք քչերից ենք որ մենք կարող ենք ասել այն միջուկը որ կա իսկապես գաղափարական է որտեղ մեր հետ լինելը հաստատ իրանց անձնապես որևէ օգուտ չի բերում ընդհակառակ իրանք բոլորը անձնապես լուրջ խնդիրներ են ունենում հետապնդումների ենթարկում ուրեմն մարդիկ կան իրանք հավատավորներից մեկներ են գաղափարների եւ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ունեցած ահռելի արտաքին աջակցությունը որի մասին մենք խոսեցինք արդեն ինչ պիտի անի ընդդիմությունը այդ թվում ձեր քաղաքական ուժը որպեսզի գործող իշխանությանը թույլ չտա վերարտադրվի, իսկ վերարտադրվելու դեպքում էլ արդեն ընտրություններից հետո որպեսզի մարդիկ տուն չգնան, ինչ քայլեր պիտի ձեռնարկեն, վաղվանից քարոզարշավը մեկնարկում է պաշտոնապես եւ մի ամսից մի փոքր քիչ ժամանակ ունեք սրա համար։ Բացահայտել Նիկոլ Փաշինյանի խոստումների կեղծ լինելը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Օրինակ, որն է Նիկոլ Փաշինյանի այսպես առանցքային հարցը, որի շուրջ ինքը խոսում է եւ ասում է եւ տանում է ժողովրդին գայթակղության, դա խաղաղության հարցն է։ Բոլորս խաղաղության կողմնակից ենք, բայց այս ձևով խաղաղություն չի։ Խաղաղությունը հետևանք է որոշ բաների, ոչ թե պարզապես ձգտում ու ցանկություն։ Եվ առաջին հերթին դա ռազմաքաղաքական հավասարակշռության հետևանք է։ Եթե դու սա չես կարողանում ստեղծես, մնացածը դու ուրեմն բայրացկամությանն ես ապավինում թշնամուտ։ Հիմա Ալիևը հասկանալի է, մինչև ընտրություններն է Նիկոլ Փաշինյանին ժողովրդի վրա ծախող ապրանք ստեղծելու համար պատերազմ չի արում եւ այլն։ Ել չեմ ասում, ես չգիտեմ դեռ ինչ է սա դիմացնի ստանալու։ Իմ կարծիքով խոսքը անկլավների մասին է։ Եվ 300,000 ադրբեջանցիներ հիմա շատ են ասում։ Վերարտադրության գինը Փաշինյանի։ Այո, լրությանը, այսինքն այս աջակցությունը, որ Ալիևը Փաշինյան ցուցաբերում է, դրանով է պայմանավորված։ Հիմա թող չասեն, որ այդ 300,000 չկա, կեղծիք է, սուտ է։ Ես խորհուրդ կտամ գոնե կարդալ կներեք, հունիսի 25-ին Ստամբուլում ընդունված իսլամական համագործակցության երկրների համապատասխան փաստաթուղթը 26-րդ հոդվածը, որտեղ հստակ մանրամասն խոսվա գնում Հայաստանի կողմից իսլամական մշակույթի յուրացման ոչնչացման, ադրբեջանցիների հալածանքի 100,000-ավոր ադրբեջանցիների վերադարձի պարտավորության մասին, այսպես ապահով վերադարձի եւ այլն եւ այլն։ Եվ այս ամբողջը Ալիևի իշխանությունն է արել 57 երկիր միաձայնությամբ ընդունելա, սա արդեն տեղական, որը հաճախ էր արվում մակարդակից, գնացել է միջազգային։ Նույնը դրանից հետո հուլիս 4-ին իրենց բառացած Խանկենդիում կայացած թուրքական պետությունների համագործակցության տնտեսական համագործակցության ժամանակ Ալիևը արդեն խոսեց ոչ միայն վերադարձի մասին, այլ նաև հստակ թիվ նշեց, այդ 100,000-ների հետ թիվ նշեց նաև հատուցումների 150 միլիարդ դոլարի մասին խոսած։ Եվ իշխանությունը այս ամբողջը թաքցնում է, այսինքն պիտի իրականությունը բացահայտվի։ Այո, խաղաղություն, բայց խաղաղությունը իր գինն ունի։ Ես ուղղակի մարդկանց խորհուրդ եմ տալիս մտնել ադրբեջանական մամուլը եւ ռուսերենով բավականին մատչելի դրված է ամեն ինչը, կարդան եւ կհասկանան այդ ամենը։ Այո, բայց օրինակ դուք չեք կարող մտնել Ադրբեջանի նախագահի կայքը Հայաստանում փակել են։
VPN-ով ստացվում է։ VPN-ով ամեն մարդ չի որ VPN-ով բանա։ Ինչ են փակել հարցը առաջանում, թե մենք ժողովրդավարական երկիր ենք, ինչ է փակել ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, որտեղ հրապարակվում են ճառերը, ելույթները, բան, որովհետև թաքցնում են, որտեղ Ալիևը մի բան է ասում իր երկրի համար եւ ասում են ինչ որ ինքը մտածում է, պաշտոնյաները խոսում են նույն խորհրդարանում եւ այլն եւ մի ուրիշ բան դրսի համար թե այս անգամ այս եվրոպական համայնքի ժամանակ Ալիևը անգամ դրսի համար չթաքցրեց, այսպես պարզ դրեց մեր գերիներին հանցագործներ անվանեց ռազմական իշխանությունն էլ պատասխանելու փոխարեն շնորհակալություն հայտնեց եւ հույս հայտնեց, որ 28 թվականին ինքը կայցելի Բաքու։ Ինքը չգիտեմ կայցելի Բաքու թե չէ, գուցե Բաքվում լինի այլ կարգավիճակով, ոնց որ ասած մի քիչ շատ բան է իր վրա Նիկոլ Փաշինյանը վերցնում, որտեվ ի վերջո հայ ժողովրդի համար հայրենիքը կարևոր բան է, եւ հայրենիքը արոտավայր չի, որտեղ խոտը ավելի կանաչա գնաս այդտեղ։ Եթե մեր խնդիրը լիներ լավ ապրելը, ես վստահեցնում եմ ձեզ 80% մարդկանց, որ այսօր Հայաստանում ապրում է, հաստատ տեղ ունի գնալու եւ ավելի լավ ապրելու նյութապես, քան Հայաստանում։ Եվ Հայաստանը կարող է 20 տարի հետո, եթե լավ զարգանա, 20 տարի հետո հասնի արևելաեվրոպական երկրների մակարդակի։ Այսինքն այսօրվա ապրող սերունդը հասկանում է, որ ինքը երբեք անգամ այդ մակարդակը չի ապրելու։ Հետևաբար եթե նպատակը լավ ապրելը լիներ, ուրեմն կարելի էր գնալ լավ երկիր եւ լավ ապրել 5 տարի հետո։ Բայց մարդիկ ուզում են հայ ապրեն, Հայաստանում ապրեն, հայկական շահեր։ Հիմա հարց առաջանում, եթե դու ինքը փոխում ես Հայաստանը ներսից, ապա հայացնում ես, Հայաստանը դադարում է Հայաստան լինելուց, ազգային երկիր լինելուց, ինչու մարդիկ պիտի ապրեն։ Հենց սա է անում ինքը, այսինքն հիասթափություն է դնում, որովհետեւ մարդիկ մտածեն, այստեղ էլ հայ չեմ, հենա հայ չեմ լինի, ասենք Ամերիկայում կամ Ռուսաստանում գոնե լավ կապրեմ։ Հա, գոնե լավ կապրեմ, ես այստեղ եմ որտեղ ուզում եմ հայ։ Իսկ հայ նաև այնա որ Հայաստան պետությունը հայոց ազգային շահերն ու իրավունքները պիտի պաշտպանի։ Թե անգամ հայոց ողբերգությանը տեր պիտի կանգնի, որ այստեղ սկսեն ձեռ առնել ցեղասպանությունը, բան։ Զոհերին հաշվեն։ Հա, այսինքն ամբողջ աշխարհը հարցականի տակ չի դնում առաջադեմ մարդկությունը գիտական հայոց ցեղասպանությունը երբեք այդ ծև բան չեն դուք պատկերացնում եք այսինքն հանգարց ասեն ասենք հոլոկոստի զոհերի ցուցակ տվեք եւ այլն եւ այլն չի պատկերացնում քանի րոպե դրանից հետո Իսրայելի վարչապետը օրինակ պաշտոնի կմնա ինքը չի մնա նաեւ եթե ուրիշն է ասում Իսրայելը պաշտոնապես կբողոքի օրինակ վերցրեք Ադրբեջանից Ադրբեջանը անգամ հենց նույն Ալիևը նշեց 14 բանաձև ընդունվել Եվրախորհրդարանը եւ այլն բան իրենք ամեն բանաձևից հետո ժամեր հետո պաշտոնապես բողոք են ներկայացրել որտեղ բողոք դու քո դիրքորոշումն ու անհամաձայնությունն ես հայտնում իսկ մեզ մոտ հակառակն է լռություն մի բան էլ աջակցություն արդարացնում են ասում են այո քանդել են եկեղեցին բայց դա էդի նոր կառուցած եկեղեցի է Մենք էլ որ Արցվաշենում գնայինք մսկիթ տեսնենք, գուցե մենք էլ նույն բանը անենք։ Լսեք, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը մաս են հանդիսանում մոտ 1 տասնյակ միջազգային կոնվենցիաների եւ այլն, որտեղ հստակ գրված է, որ մշակութային, կրոնական եւ նման կարգի հուշարձանները, շենքշինությունները անգամ պատերազմի գոտում ու պատերազմի ժամանակ գտնվում են միջազգային պաշտպանության ներքո Այսինքն եթե դու անգամ պատերազմի ժամանակ ասենք մեկը եկեղեցու մտել ա եւ իր հրթիռներն ա դրել խփես եկեղեցին ոչնչացնես որտեվ այնտեղ հրթիռ կա բան կա էդ էլ անգամ դատապարտելի որտեվ ասում են որ դու կարայր չխփեր սпасեր եւ այլն ուր մնաց ասում են խաղաղություն ա բայց եթե խաղաղություն ա խաղաղության ժամանակ քանդում ա թեկուզև նոր եկեղեցին ի վերջո ցանկացած քաղաքում տեղական իշխանությունը տալիս թույլտվությունն ու հողը եկեղեցի կառուցելու։ Ինչը հայերը որ եկեղեցի են կառուցում Մոնրեալում կամ չգիտեմ Բրյուսելում կամ ինչա դիմում են ֆեդերալ իշխանություններին երկրի նախագահին, չէ,
Տեղական իշխանություններին ամենաշատը մունիցիպալ իշխանությանը դիմում են, ասում են բան արեք, թույլ հող հատկացրեք կամ հող ծախեք, ես էլ կառուցեմ եւ վերջ։ Այդ որ ասում են իբր թե առանց թույլտվության սուտ է, թույլտվությունը եղել է, թույլտվություն տվել է Ստեփանակերտի քաղաքապետարանը իր ավականու միջոցով, որտեղ իշխանությունը իրենք են եղել։ Անկախ նրանից, կրկնում եմ, իրենից վերև կլներ Ստեփանակերտի իշխանությունը, թե Բաքվի, միևնույնն է, որոշողը անգամ ադրբեջանական օրենքով տեղական իշխանություն աշխարհով։ Էլ չեմ ասում տարբեր կոնվենցիաներ։ Հա, բայց երբ որ դու ասում եմ տանում ես գայթակղության քո թշնամուն, դու հրահրում ես քո վրա հերթական ես քայլերը։ Ոչինչ չի խրախուսում հանցագործությունը այն չափով, ինչքան անպատիժ մնացած հանցագործությունը։ Եվ ամփոփելով պարոն Պապյան, ինչ է սպասվում մեզ բոլորիս եւ Հայաստանի Հանրապետությանը, եթե այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին հաջողվի վերարտադրվել ու եւս 5 տարի մինչեւ 2031 թվականը ղեկավարել Հայաստանը, այսպես կխնդրեմ կետերով ներկայացնեք, որպեսզի մեր հանրության համար հնարավորինս պարզ լինի դա։ Ամփոփ Հայաստանը կդառնա Թուրքիայից եւ Ադրբեջանից ածանցյալ նրանց ավելի ճիշտ ճակերտավոր հովանու ներքո գտնող պրոտեկտորատ։ Արդեն Բաքուն եւ Անկարան վերահսկում են մեր արտաքին քաղաքականությունը, այսինքն դու իրավունք չունես սա անես, դու իրավունք չունես նա անես եւ այլն, մեր ռազմական քաղաքականությունն վերահսկում իրենք, այս սարնիմնա քոնը չի եւ այլն, այս ամբողջը, մեր ներքին օրենսդրությունն են արդեն վերահսկում։ Սկսած սահմանադրական փոփոխություններից պարտադրում են օրենքի մեջ փոփոխություններ կատարել, Արարատի պատկերը այստեղ չի կամ ցեղասպանության ժամանակ դու ինչ գիրք իրավունք ունես տալու եւ այլն։ Այս ակնհայտ է, չէ՞, որ նման քայլերը Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդի համար չի անում։ Ինքը գիտի, որ դա վատ է ընդունվելու, դա անում է նրանց ցույց տալու համար, հաճանալու համար։ Հետևաբար, հայ ժողովուրդ, եթե դուք ուզում եք, որ դուք 5 տարի հետո չունենաք Հայաստան, գուցե աննով ինչ որ մի բան լինի, բայց դա լինի հաստատ թուրքական վիլայեթի կարգավիճակով, քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին։ Կեղծ է այն թեզը, մի էսպիսի թեզ կա, որ իբր թե եւ երեք մեկնել էր ասում, իբր թե ընտրությունը դեպի արևմուտքի Եվրոմիության եւ Ռուսաստանի միջև է, այդպես չի։ Ընտրությունը Թուրքիայի վիլայեթ դառնալու եւ ռուսական գուցե եւ ավելի ուժեղացած ազդեցության միջա այս հարցը գուցե եմ ասում որովհետեւ դա էլ հսկա չի ռուսական ազդեցությունը կուժեղանա թե կթուլանա որովհետեւ Ռուսաստանը ինքը ներքին խնդիրներ ունեցող երկիր է այսինքն գուցե ցանկությունը լինի բայց կարողություն չունենան հա Հայաստանին ավելի այսպես ասած մյուս կողմից ես նույն եվրոպացիներն էի ասում եմ որ Նիկոլ Փաշինյանը ասում է եւ ձեզան շատերը որ հիմա իբր ռուսական ազդեցությունը ավելի է թուլացել ինչու՞վ է թուլացել կամ որ դուք ասում եք ռուսական ազդեցությունը կուժեղանա իսկ ինչ ազդեցություն ինչով է թույլ որ ուժեղանա այդ որ հարցում չկա ռուսական ազդեցությունը սահմանների վերահսկման մաքսային հարցը երկաթուղի ատոմակայան գազաֆիկացիա ամեն չի ասա տելեկոմունիկացիա էլի բոլորը ռուսականը հետեւաբար Նիկոլ Փաշինյանն ասում մեծանալը պոզով պոչով է լինում հա հիմա այսինքն Էլսանից ավել ու կրկնում եմ իր իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի շատացել է Իսկ մյուս բաները մնացել են անփոփոխ ռազմական կախվածությունը ինչն է փոխվել Մակրոնն ասում է Հայաստանում 4000 զինվոր կա եւ 1000 բան այո հələ մի բան էլ քիչ է բայց 4000-ը կա ասենք իսկ 8 տարի առաջ չկար այդ 4000-ը 14000 էր 8 տարի առաջ հիմա քչացել է 4 8 տարի առաջ էլ էր 4000 5 տարի առաջ էլ էր 4 հիմա էլ է 4000 միշտ էլ 4-ից 5000 են եղել ուրեմն այդ պատրանքները պետքա բացահայտել հետեւաբար Հայաստանի ընտրությունը մեջ չի բնականաբար ես թե ինձ ավերաբերում բնականաբար ես կոչ կանեի ժողովրդին ընտրելու ազգային ժողովրդի բևեռին բայց մենք իրատես ենք այս մի քանի նորելու կուսակցությունների նման չեն որ հայտարարում են ասում են մենք մեր մեջ հարցում արեցինք երկրորդ տեղն ենք գանք զարմանալի ընդհանրապես որ մենք մեր մեջ ենք հարցում անում մենք առաջ տեղն ենք ընկնում բայց այնքան բան են որ իրանց մեջ էլ երկրորդ տեղն են ընկել չէ մենք իրատես ենք մեր խնդիրն է մենք հենց այդ այն վստահությունը բան որ մենք մտնելու ենք խորհրդարան հնարավորինս ինչքան կարողանանք շատ բայց մենք չենք լինել իշխող ուժը մենք չենք լինել նաև թիվ 1 ընդդիմությունը դա էլ չենք լինելու դա էլ ենք հասկանում
բայց մեր հասկանում ենք, որ այդ երկուսի երբեմն դիմակայության, երբեմն հակակշիռների մեջ մենք կարող ենք մեր դերակատարությունն ունենանք եւ արդեն նշեցի եւ այդ ազգայնական դաշտում, որը շատ կարեւոր է, տարածաշրջանը դրան է գնում եւ աշխարհն է դրան գնում, ամբողջ աշխարհը, երբ որ նայում եք Եվրոպան էլ այդ բանը, այսինքն այն մուլտիկուլտուրալիզմ էին ասում, այդ multicultural, դա ձախողել է։ Եվրոպան հասկացավ, որ չի կարողանում Մարսի տարբեր այդ մշակույթները, իսկ մշակույթը առաջին հերթին հիմքում կրոնն է, ինքը չի կարողանում դա մարսի եւ գնում է դեպի ազգայնականություն եւ դրա համար էլ պետք է Հայաստանում կրկնում եմ ունենալ առնվազն խորհրդարանում նման ուժեր, որոնք վաղը մյուսօր համագործակցելու են այդ մյուս ուժերի հետ, որոնք գալիս են իշխանության կամ եթե իշխանության չեն զգալի թվով ազդեցիկ ուժ են դառնում։ Շնորհակալ եմ պարոն Պապյան հետաքրքիր զրույցի համար, հաջողություն եմ մաղթում քարոզարշավի ընթացքում։ Շնորհակալություն։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Կհանդիպենք։